Երեք մի պատմություն եմ կարդացել ու այնքան շոկի մեջ եմ, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Երկու աղջիկ Ֆայտոն ընկերությունից տրանսպորտ են պատվիրում, որպեսզի Թբիլիսիից գան հասնեն Երևան։ Նշել էին, որ վարորդը շատ կոպիտ ու շատ անտակտ է իրեն պահել իրենց հանդեպ։ Սահմանին, երբ մի քանի րոպե ուշ են տեղ հասել, որովհետև եղել է հերթ, սպառնացել է, որ հաջորդ անգամ ուղղակի իրերը դուրս կնետի մեքենայից։ Հայաստանի սահմանն արդեն անցնելից աղջիկները ուղևորներից առաջինն են անցել և մի քանի րոպե ժամանակ է մնացել, մինչ մյուս ուղևորները գան հասնեն նրանց։ Կանգնել են փողոցում և ծխել են։ Երկու աղջիկ, իրենց կյանքը, իրենց առողջությունը, իրենց որոշումները, ինչ կուզեն կանեն։ Նրանց է մոտենում այս տրանսպորտի վարորդը, հարվածում աղջիկներից մեկի դեմքին, այնուհետև հրում նրան դեպի պատը և սկսում խեղդել, որից հետո ոտքով հարվածում է փորին, հետո սկսում հրմշտել։ Կողքից աղջիկների գրածով ոչ ոք նրանց չի օգնում, բացարձակ ոչ ոք։ Այս դեպքից հետո աղջիկները գրում են Ֆայտոն ընկերությանը և պարզաբանում, խնդրում, մի խոսքով բողոքում։ Ֆայտոն ընկերությունը ուղղակի նրանց արգելափակում է։ Ես հիմա կգցեմ թե տղայի էջը, թե տղայի նկարները, դուք իմացեք, թե ինչ հրեշներ են ապրում մեզ հետ, նույն երկրում, նույն հողի վրա, նույն երկնքի տակ, որ այդքան միշտ ասում եք, մի չափազանցրեք, աղջիկներն են մեղավոր, սարքում են խեղճ և սուրբ տղաների գլխին։ Տեսեք, որ կան նաև այսպիսի դեպքեր ու ես առաջին անգամը չէ, որ նման հրեշներին ձեզ ներկայացնում եմ, ուղղակի տեսեք, ուղղակի իմացեք։ Ես չգիտեմ իրոք ինչպես կարելի է օգնել այդ աղջկան, միակ տարբերակը, որ ես ճիշտ համարեցի, դա պատմել ձեզ, որ դուք իմանաք, որ բոլորը իմանան, որ կա Ֆայտոն ընկերություն, որը այդպես է վարվում իր ուղևորների հետ, և կա Ֆայտոն ընկերություն, որը աշխատանքի է ընդունում նման հրեշներին։